Գիտես, միշտ աղոթք ենք անում, Տեր, լինենք այնտեղ, ուր ուզում ես։ Գնանք այնտեղ, ուր կասես, խոսանք այն, ինչ կասես, ինչ կխոսաս։ Ձեր տանք այն ամեն ինչին, ինչ կուզես ձեր տանք։ Տեսնենք այն, ինչ դու ես ուզում տեսնենք։ Մի խոսքով մեր մեջ մենք էլ չլնենք դու եղի։ Գիտես, այնքան լավ ճանապարհ է, բայց հեշտ չի։ Շատ լավ ճանապարհ է։ Իրոք Տիրոջ լուծը, Տիրոջ բեռը քաղցր է։ Քաղցր է Տիրոջ բեռը։ Եթե քո կյանքում բեռ կա, դառնա էդի Տիրոջից չի։ Թող էդի խաչի մոտ։ Իրոք խաչի մոտ կարեցի թողես։ Փառք Տիրոջը, մենք այսօր մի քանի տեղեր կանցնենք, կնայենք, գիտես, Աստված շատ է գնահատում խոնարհություն։ Շատ է գնահատում խոնարհություն։ Այստեղ քանիսս կհամարձակվենք, ասենք, ես խոնարհ մարդ եմ։ Դժվար է, հալելույա։ Իրոք դժվար է, բայց գիտես, խոնարհ մարդիկ այնքան համարձակ են, ու խոնարհ մարդիկ մեծ վստահություն ունեն դեպի Աստված, որ Տերը իրանց լսում է։ Ես քեզ անկեղծ ասեմ, ես ու դու լավ էլ գիտենք, մենք խոնարհ ենք թե չէ, մենք լավ էլ գիտենք, մենք ուր ենք։ Խոնարհ մարդիկ իրանք շատ համարձակ են ու իրանք ուժեղ մարդիկ են։ Ու խոնարհ մարդիկ չեն էլ վախենում ասեն, ես խոնարհ մարդ եմ։ Դավիթը ասում է, դու քո ծառայի խոնարհությունը տեսնում ես եւ կհատուցես, ու իր հետ է ինքը։ Մովսեսը թվոցում գրեց, ասեց, Մովսեսի նման խոնարհ մարդ չկար աշխարհի երեսին, ու գիտես ինքը իր մասին է գրել։ Թվոցը Մովսեսն է գրել։ Մովսես ջան, մի քիչ շատ հպարտ չես գրել քո մասին, աշխարհում քո նման հպարտ մարդ չկա։ Խոնարհ։ Չէ, ժողովուրդ ջան։ Այդ մենակ Տիրոջ հոգին կարա տենց համարձակություն տա, որ մարդ գրի աշխարհում ինձանից խոնարհ մարդ չկա։ Պողոս ասում է, մեր խոնարհ մարմինները կգա ու կնորոգի։ Գիտես, Աստծո մարդիկ չէին վախենում ասեն, ես խոնարհ մարդ եմ։ Էլ չեմ ասում գագաթնակետը մեր Տեր Հիսուսը ինչ ասեց. Ինձանից սովորեք, ես հեզ եմ ու սրտով խոնարհ։ Փառք Աստծուն, համարձակ եղի, որ խոնարհ ես, ասես խոնարհ եմ, բայց այն որտեղ որ խոնարհ չես, այդտեղ աշխատես։ Մեկ մեր կյանքում այնքան է խառնվում, իրար լղոզվում, ամեն ինչ իրարից չենք կարում տարանջատենք, էլ որտեղ է խոնարհ, որտեղ չէ, որը ուր մնաց, ինչ եղավ։ Բայց համարձակ եղի իրականում խոնարհություն հագնել ու խոնարհություն ունենալ, որովհետև Աստծո խոսքն ասում է, դա շատ պատվական ու մեծ է Տիրոջ առաջ։ Պետրոսի մեջ ասում է, դա շատ թանկ է Տիրոջ ու հաճելի բան է իրան խոնարհ լինել։ Ու եթե դու սկսես մի տեղից, դու անպայման տեղ կհասնես, որովհետև Աստված կարա առաջնորդի քեզ նենց քո տարիների ու ժամանակի մեջ, որ դու խոնարհ դառնաս։ Ոչ մեկ խոնարհ չի ծնվել։ Երեխեքը ծնված օրվանից մի քանի ամսեկանից կզարմանաս, որ երեխեքը մանիպուլյացիա կարան անեն։ Նորածին երեխեք, մի քանի ամսեկան երեխեք, կարա ձևական լացի, որ դու իրան գրկես։ Կամ ձևական լացի իմանաս տակը թացա, բայց չորա, գիտի, որ լացի է, սա գրկելու է, գիտես, հենց ծնվում ենք, մենք արդեն մանիպուլյացիա, ստություն, ինչ ասես կա Ադամի էության մեջ, բայց երբ հանդիպում ես Տեր Հիսուսին ու սկսում ես իրապես քայլել իր հետ, սկսում է մաքրման պրոցեսը, լվացման պրոցեսը, ու իրապես Հիսուսի հետ քայլելով դու հաստատ կհասնես տեղ, եթե դու ջանք ու եռանդ դնես։ Գիտես, այնքան շատ մարդիկ են մոտենում, հիմնականում շատ քույրեր, երիտասարդ աղջիկներ, ես Տիրոջը չեմ զգում, ես Տիրոջ ներկայությունը չեմ զգում։ Իսկ ուզում ես ու շատ անգամ ասում եմ, որ իսկ ինչքան ես փնտրել, որ չես գտե։ Աստծո խոսքն ասում է, փնտրեք կգտնեք։ Մեկ մարդիկ նենց են մոտենում, որ կարծես Աստծո խոսքը չի ազդում, չի գործում Աստծո խոսքը։ Բայց Աստծո խոսքը զորավոր է ու կենդանի ամեն, Աստծո խոսքը իշխան է ու թագավոր, Աստծո խոսքը տիեզերքն է պահում, այս երկրագունդը, որ սաղս վրան ապրում ենք, Աստծո խոսքը Աստված հրամայեց, որ կենա ու մնա օդի մեջ, ոչ մի հենարան չունի, հավիտյան ու կենում ու մնում է։ Աստծո խոսքը շատ զորավոր է։ Մենակ կարենանք մենք այդ խոսքի հետ իրապես անկեղծ սիրտ դնենք ու շարունակենք։ Փառք Հիսուսին։ Ես չգիտեմ որտեղից սկսեմ, Տեր ջան կառավարի մեզ, հալելույա։
Տեր օրհնի, այսօր ինչ որ ուզում եմ խոսամ, մի կարճ կիսվեմ ուղակի խրատ ընդունի։ Կարաս ասես ես խրատ կընդունեմ, կողքինից չէ, դու քեզ, ասա ես խրատ կընդունեմ։ Ես խրատ կընդունեմ, իմ համար էլ է խոսքը։ Խրատ ընդունելը լավ բան է, ժողովուրդ։ Աստծո մարդիկ, խրատը լավ բան է։ Խրատելը ուրիշ բան է, խրատելը հանդիմանել չի, խրատելը բարկանալ չի, խրատելը էս չի, խրատը այն է, որ ասում ես բալես, այ գիտես, որ էս բանը անես, էս ճանապարհով էթա սենց կլինի, բայց ես քեզ խրատում եմ, որ այսենց գնա, այսենց գործի, այսենց, ու գիտես, միշտ Աստծո խոսքը մեր հետ այտենց խոսում է։ Առակաց գիրքը բացի ու կզարմանա, սկզբից մինչև վերջ սա խրատներ է, ու խրատում է։ Ու գիտես, ամեն քրիստոնյա մարդ, որ ինքը ասում է ես քրիստոնյա եմ, ինքը պիտի ինչ որ իր կյանքի ընթացքում խրատի մեջ լինի։ Անկախ նրանից թեկուզ 90 տարեկանում ինչ տարիքում ուզում ալնի, եթե ինքը իրոք քրիստոնյա մարդ է։ Քրիստոնյա գիտեք ինչ է, Քրիստոսին ճանաչող մարդ։ Ում անունով են քրիստոնյա, Քրիստոսի անունով, Քրիստոսի հետևորդն ենք մենք։ Ու եթե մենք իրական Քրիստոսի հետ հաղորդություն չունենք, մենք ինչ քրիստոնյա։ Ամեն։ Գիտես, Քրիստոսի հետ մեկանալուց է ծնվում իրական քրիստոնեություն։ Քրիստոսի էությունը մեր մեջ գալիս է ու դառնում ենք մենք Քրիստոսի նման, երբ մենք իրականից Քրիստոսի հետ կապ ունենք։ Երբ Քրիստոսի խրատները մեզ հասանելի է, եթե մենք Քրիստոսի հետ կապ չունենանք, մենք Քրիստոսի պտուղներից, Քրիստոսի գործից, Քրիստոսի խրատները չլսենք, մենք Քրիստոսի նման չենք դառնա։ Ամեն։ Որովհետև Քրիստոսի հետ մեկացումն է մեզ պտուղ բերում, Քրիստոսի հետ մեկանալն է պտուղ բերում, նրան ճանաչելը ոնց, ամենաառաջինը նրա խոսքով, նրա խոսքը կարդա։ Աստված իրապես Աստծո խոսքն ասում է հոգին նախանձով փափագով ցանկանում է մեզ որ ունենա։ Այսինքն Սուրբ Հոգին նախանձում է քեզ, որ քեզ գրկի, սիրի, քո հետ ինտիմը լինի, այսինքն առանձին, ծածուկ, առանձնացված, իր հետ մեկ եղած, գիտես, ինտիմ խոսքեր մարդուկին իրար ասում են, են ծածուկ տեղեր, են սիրով, վայրում, նույն ձևով, հոգևոր ձևով ինտիմ Աստված ուզում է, որ քո հետ լինի։ Գիտես, ծիծաղալու է, եթե երկու հոգի ամուսնանան ու ասեն, քնեն տարբեր սենյակներ ու ասեն, մենք շատ երեխեք կունենանք, մենք պտղաբեր մեծ ընտանիք կլինենք։ Ծիծաղալու է, չէ՞։ Կարաս ծիծաղաս։ Նմանապես ծիծաղալու է, եթե մենք ասում ենք, մենք քրիստոնյա ենք, բայց մենք Քրիստոսին չենք ճանաչում, ընդհանրապես կապ չունենք։ Քրիստոնյա ենք, բայց եղբոր վրա մունատ կգանք, քրիստոնյա ենք, բայց մենք մեր ազգին չենք սիրում։ Մեր քուրը ինձանից լավ քարոզեց, անկեղծ ասած իր գործը ավելի ուժեղ քարոզեր այսօրվա համար, քան թե ես տեղից կխոսայի։ Մենք ստեղ փողով չենք ուզում զորխ աշխատենք, տեսակ մեր տատիներին ինչ է անում։ Մենք էլ ենք սաղս է տեղը, ընդեղից եկե։ Փառք Տիրոջը, իրականում Քրիստոսի հետ ճանաչողություն ու մեկությունը, Քրիստոսի հետ կապ ունենալը, հաղորդությունը կծնի պտուղներ, որ դու կդառնաս Քրիստոսի նման։ Քրիստոսի խրատները, այս խոսքի խրատներն է, որ գիտես, եթե մենք ուզում ենք խրատվենք, մենք այս խոսքը պիտի բացենք։ Եթե մենակ կիրակնորյա քրիստոնյա ես, շատ դժվար կլինի քո համար, եթե մենակ աղոթքաժողովի ծառայության, էլի դժվար կլինի քո համար, բայց կարևոր է, որ այս խոսքի հետ կապ ունենաս։ Գիտես, կարա քո կյանքը այտենց ոնց հիմա եթում է, եթե դու չես կարդում, տենց էլ գնա ու ավարտվի ու վсё, ոչ մի բան, քիչ բան կփոխվի, դու միգուցե մի կերպ երկինք մտնես, բայց շատ բան չի փոխվի քո կյանքում, եթե դու իրապես չլսես Տիրոջ խրատը։ Եկեք մի քանի տեղ կարդանք Աստծո խոսքից, Սաղմոս 94:12-ից։ 94:12-ից ասում է. «Երանի այն մարդին, որ դու խրատում ես նրանով, Տեր, եւ քո օրենքներից սովորեցնում ես նրան»։ Հալելույա։ Երանելի այն մարդը, որ խրատվում է Տիրոջից։ Եվ քո օրենքից սովորեցնում ես նրան, որ հանգստացնես նրան չարության օրումը, մինչև որ հոր փորվի ամբարշտի համար։ Հալելույա։ Փառք Հիսուսին,
որ հանգստացնես նրան չարության օրը։ Ուրեմն տես, եթե դու Տիրոջ խրատը ընդունես, չարության օրը դու հանգստության մեջ կլնես։ Չարության օրը Աստվածաշունչը շատ է խոսում դրա մասին, չարության օրվա մասին։ Ես շատ խորը չեմ մտածել, ուղղակի մի քանի բան կասեմ։ Սաղմոս 27:5 ասում է դու չարության օրը ինձ ծածկում ես քո թևերի ծածկոցի տակ քո խորանի մեջ։ 27:5 Սաղմոս։ Եվ հետո ինձ ժայռի վրա ես կանգնացնում եւ բարձրացնում ես ինձ վեմի վրա։ Չարության օրը այն օրն է, որ մի հատ օր է սկսեդու ու ամեն ինչ քեզ հակառակ է, զանգ, ֆինանս, ավտո, ընկեր, գործ, ծառայություն, ամեն կողմից ապրում եք այդպես օրեր։ Հո մենակ ես չեմ տենց։ Մեկ զարթնում ես, ոնց որ աշխարհը փլված լինի վրեդ։ Ու դու պիտի հելնես հաղթող առաջ եթաս։ Ամեն։ Ու չարության օրը Տերը ծածկում է ինձ խորանի մեջ, որ ես գիտես չարության օրը ինչ է։ Չարության օրը այն է, երբ որ լուրջ խնդիրներ կա, ու զգուշ եղի նման օրերի մեջ, որ լուրջ խնդիրներ կա, խմբակային, ազգային, եկեղեցով, ծառայողական կամ ընտանեկան, սովորի չարության օրը անցնես լուր Քրիստոսի ծածկոցի տակ։ Հենց մեր խնդիրը այնտեղ է, որ մենք ինչ որ մի հարցի ու խնդրի ժամանակ մենք սաղը սկսում ենք խոսալ։ Ու որ զգում ես, որ մի բան է ինչի, շատ ճիշտ բաներ են խոսում, բայց մի բան է ինչի։ Կարող է ավելի ճիշտ է լռեմ ես։ Այո, ավելի ճիշտ է լռենք շատ անգամ։ Որ լռում ես անցնում է փոթորիկը, այն ժամանակ ժայռի վրա կանգնում ես, լուսավորված ես տենում ամեն բան։ Ու էսի ամեն հարց կարա լինի, ամեն տիպի, անգամ կարող է լինի առողջական խնդիրներ, չարության օրը այնա, որ ամեն բան քեզ հակառակ է, կամ միգուցե մարդիկ են քեզ հակառակված, կամ իրավիճակներ, խնդիրներ, դիագնոզներ, պարտքեր, ինչ ասես, չարության օրը, որ սա հարձակվում է քո վրա։ Իսկ Աստծո խոսքն ասում է, եթե իմ խրատը լսես, ես այդ օրը քեզ կհանգստացնեմ։ Ու ինչ կանեմ, մինչև հոր փորվի ամբարշտի համար։ Գիտես, չգիտես, խիատես, բայց երբ որ չարության օրն է, մենք շատ անգամ ուզում ենք հենց այդ օրը հաղթողը լինենք, ամեն ճշմարտություն ասենք, Աստված ասում է, չէ, պիտի կարենաս տանես չարության օրը։ Մինչև հոր փորվի ամբարշտի համար, գիտես, շատ անգամ Աստված թույլ է տալի, որ մի բան իշխի մեր կյանքում։ Չգիտեմ, մի խնդիր, մի հոգս, մի խնդրեմ, մի բան գա մեր կյանքի մեջ ու չգիտես կտևի մի տարի, 2 ամիս, թե 15 տարի։ Դավիթը Գողիաթին մի քարով գցեց գետնին, բայց Սավուղից 14 տարի փախնում էր։ Ու 14 տարի կերտվում ու կերտվում էր, Դավիթ էր կերտվում։ Ու ասում է ամեն օր ես խրատվում եմ, ամեն առավոտ իմ ձեռները լվում եմ արդարությունով։ Մենք այդ ընթացքի մեջ ենք Աստծո մարդիկ։ Թանկագին քույրեր, եղբայրներ, մենք Աստծո այն խրատի մեջ ենք, որ ամեն օր մենք ճանապարհ ունենք։ Քանի մարդ է գալի եկեղեցի իրական հանդիմանվելու։ Քանի մարդ է գալի, որ ես այսօր եթում եմ, թող հովիվ ինձ մի բան ասի, այս սենց մի արա։ Լավ, հովիվին կարող է լսենք, իսկ եթե մի հատ քույր կամ եղբայր ասի, ոնց թե։ Աստծո խոսքն ասում է, Աստծո վախով իրար հնազանդ եղեք, մինչև առաջնորդները իրար հնազանդ եղեք։ Ու եթե մենք Տիրոջ խրատները չընդունենք, Տիրոջ ասածները չընդունենք, գիտես, կգա ժամանակներ մենք կաղաղակենք, Տերը միգուցե իր ողորմությունը մեզ կօգնի բան կանի, բայց լսի քեզ ասեմ, շատ բաներ դու կյանքիցդ բաց կթողես, շատ օրհնություններ Տերը որ պատրաստած ուներ, ասեմ քեզ, Աստծուն երբեք չես կարա զգացմունքներով շարժես, արցունքներով սրտաճմլիկ անես իրան, երեխեքը տենց կարան ծնողներին անեն, բայց Աստծուն չես կարա, նա քեզ որոշված մի բաժին կտա, Տերը օրհնի, այն ժամանակ դու պիտի լինի, այդ չի ասում, բայց քո կյանքն է վերջում այդ խոսում, դու այնտեղ պիտի ինձ լսեիր։ Մովսեսի պես մարդուն, որ աշխարհի առաջի խոնար մարդն էր, աղաղակեց, ինչ կլինի, թող այդ երկիրը տենամ, ասեց, ասել եմ վերջ, էլ չշարունակես։ Բայց որ նայում ես ինքը Մովսեսի խոսքով քանի անգամ որոշում փոխեց Աստված։ Քանի անգամ որոշում փոխեց, դա խոնար մարդու շնորհքն է։ Այդ խոնար որ ինքը ընկնում է Տիրոջ առաջ, ասում է խոնար մարդիկ զորեղ վստահություն ունեն առակածը։
Ու Մովսեսի խոսքով Աստված քանի անգամ որոշում փոխեց, բայց մի անգամ ինքը մի բան պիտի չաներ ու արեց ու ասեց վերջ չես մտնելու այդ երկիր ու չփոխեց Աստված ինձ ու քեզ կփոխի որոշում չհավատաս նա ամենակարող է նա բարձր է մենք չենք հասնի նրան Աստծո խոսքն ասում մենք չենք հասկանա նրա գործը ստեղ ամբողջությամբ մեզ տրված ամենակ իրապես խոնարհ լինել, լսել իր ձայնը, կատարել ինքը ինչ է ասում։ Իր խրատները առնել, եթե դու ուզենաս խրատվես, իրական դու սիրտ ունենաս խրատելու նա այսօր պատրաստ է քո հետ մի հատ նոր ընթացք սկսի։ Վաղը երբ կանչես դրան, նա պատրաստ է քո հետ իրական մի նոր ընթացք սկսի, որ դու կսկսես իրան ճանաչել, քայլել իր հետ, իր խոսքը լսել, չվռազել։ Մի մեծ թշնամի է վռազելը, որ ամեն ինչ ավիրում է շատ անգամ։ Չվռազել ու հանգիստ ընթանալ իր հետ։ Ինչքան ուզում ենք, ես լավ ինձանից ասեմ, ինչքան ուզում եմ չվռազեմ, սրանից հետո վերջ ես քեզ լսելու եմ Տեր, մինչև չասես չեմ անելու, մեկ էլ սիրուն գալիս ասում է, ախր էլի վռազեցիր, վախ, Հիսուս ջան։ Մենք շատ հզոր ճամբար ունեցանք երիտասարդական Գերմանիայում, Անդո աղբերը ԿՎԿ-ի ներկա էր, Տեր իրապես ներկա էր, ճամբարյանը դրել ենք հանդիպում Աստծո հետ, իրականը տենց էր։ Վերջում շատ մարդիկ վկայում էին, որ հանդիպեցին Աստծուն։ Ու լավ, դրա հաջորդ օրը եկել ենք առավոտ շուտ, երկուշաբթի առավոտ մեր Zoom-ի աղոթն է 7-ից 5-ից 7-ը։ Ու գիտես արթնացել եմ ու այս ապրումները վայելելու Տիրոջը փառք տալու էլի Տեր փառք ես ոնց սպասում ենք իրական համարձակվում եմ ասեմ ոնց սպասում ենք տենց եկար դու Տեր այդ ճամբարին այդքան երիտասարդների արցունքներ ու գիտես սկզբից գալիս են սա ուրիշ ձևով բայց հաջորդ օր իրիկունը սա փշրված ու ջարդված արցունքներ ու արցունքներ 4-4 5-5 խմբով ծնկի եկած աղոթք իրար վրա իրար համար ու երկուշաբթի առավոտյան ասենց այդ վայելքների մեջ ենք մենք ու Տերը այցելում այնց ու ասում է ես ուզում եմ որ սուրբ կյանք ապրեք ու լսեք ինձ հայ Տեր ջան թող իր երկու վայելենք էլի հազիվ խաղաղության ու գիտես Աստված եթե դու սկսես լսել նա խոսքը խոսքի վրա գալիս է հրամանի վրա գալիս է նա քեզ առաջնորդում է զորավոր ձևի Եթե դու իրական ուզում ես խրատ լսես, խրատ լսելը գիտես, Դավիթ ասում է թո արդարը ինձ հանդիմանի, թո ամեն մարդ ինձ հանդիմանի, դու երեխու արարքից էլ կարաս խրատ առնես։ Դու քո աղբերներից էլ կարաս խրատ առնես, քույրերից էլ չեմ ասում առաջնորդ ու ծառայողներից, եթե ուզում ես առնես։ Իսկ եթե չես ուզում, ես քեզ ասեմ, որոշված Աստծուց պաշտպանություն կա քո վրա, որ դու իր անունը կանչում ես, ծառայում ես, զոհում ես, միգուցե շատ բաներ ես անում, ու դու դրա մեջ մնացած ընթանում ես, սյո։ Ու կյանքդ կարա մինչև վերջը տենց գնա։ Ու շատ անգամ ծառայողներս մենք գիտես, կարանք վազենք, ծառայենք, գործենք, էս անենք, այն անենք, ամեն ինչ անենք, բայց միշտ ներքին պայքարներ ունենք, որովհետև այն ճիշտ ժամանակին լսած խոսքը չենք արել, կամ արել ենք շուտ, կամ ընդհանրապես չենք արել։ Գիտես, ամենախնդիրը մեր մեջ շատ խնդիրներ որտեղ է գալի, որ շատ անգամ ներսի պայքարներ կա, ու մենք այդ պայքարների մեջ ապրում ենք ու մենք չենք կարում ազատվենք։ Միգուցե պայքար կա մեղքի հետ ու կներես, բայց շատ անգամ մենք լավ էլ համաձայնվել ենք մեղքի հետ։ Մեղքեր կա ծածուկ, որ մենք լավ էլ սրտի խորքում, դե հիմա սենց է, դե սենց են անում, դե էսի ենես թիվ է, դե մի հատ խոնարհություն է գալի սրտիդ մեջ, որ ոչ մեկ տես բան չի արել, անցանք, չենք անում։ Աստված քեզանով կարա բաներ անի, որ դեռ ոչ մեկով տես բան չի արել եկեղեցում։ Բաներ, որ դու օրինակի պես ելնես, որ մեկ նայում ասում են, սենց բան անում ես ծառայող, այո, հենց դու կարաս այդ մարդը լնես, որ իր խրատը լսես։ Ու երբ որ մենք այս ներքին պայքարների մեջ մնում ենք անդադար, որ թե մարդու հետ, թե իրավիճակի հետ, թե ծառայության հետ, թե գործի մեջ, թե ինչ-որ բանի, գիտեք ինչա կատարվում, կներեք մի քիչ մանրացնեմ էլի ստեղ, որտեվ շատ ակտուալ է այսօր, շատ տեղեր, շատ եկեղեցիներ, ներքին ահա որ պայքար է սկսում մեր մեջ, ներքին պայքար է սկսում ու դե դժվար է այդտեղ գլուխ անելը, ես շատ եմ մնացել, տարիներ մնացել եմ նման բանի մեջ, ներքին պայքարի մեջ, որ ինչ-որ մարդու հետ, իրավիճակի հետ, գործի հետ, ընթացքի հետ, ու գիտես դու անդադար ուզում ես խաղաղություն հաստատես, չկա,
Ներսդ խաղաղություն չկա, բայց մի տեղ կար, որ այդտեղ պիտի հետեթաս այդտեղից ապաշխարես։ Ու կարևոր է, որ մենք այդ տեղը հետ գնանք, որովհետև երբ որ մենք այդ իրավիճակի մեջ ենք ընկնում, մենք գիտենք, որ մենք հոգևոր մարդ ենք։ Ու շատ ճիշտ է, մենք մեզ պիտի հոգևոր պահենք, հոգևոր խոսանք, ժպտանք, ծիծաղանք, ուրախ, բայց ներսս ինչա կատարվում, երկինքը գիտի։ Ներսս ինչքանա ձգված երկինքը գիտի։ Բայց Աստված ուզում է, որ իրական ներսդ խորը խաղաղություն ապրի, հանգիստ ապրի քո ներսը։ Հիսուսի հանգիստը, ու այդ հանգիստը ոչ միայն ներսդ ապրի, այլ նաև դուրս գա քեզանից, այլ նաև բաժանես, էդի ցանես, տաս բոլորին։ Ամեն։ Ու երբ որ մենք նման իրավիճակների մեջ երկար ենք մնում, կներես, մենք ընկնում ենք օրենքների տակ, որ սենց պիտի անեմ, սենց պիտի խոսամ, սենց պիտի քայլեմ, սենց քարոզեմ, սենց ծառայեմ, այսպես դու քեզ գծում ես մի հատ սենց ճանապարհ ու դու պիտի դրա մեջ քայլես, այսպես, չկա այն սավառնել են հոգու ազատությունը, որ Տիրոջ հոգին գայ մարդ մի կես ժամ նստենք, լացենք այսօր։ Այսօր ծառայությունը փոխվել է։ Այսօր ծառայությունը չի ընթանում իր հունով, այսօր չգիտեմ, այսօրվա աղոթքը փոխվել է լրիվ, այսօրվա ֆորմատ ուրիշ է, այսօր Տերը եկել է, սաղ ուրիշ ձևով են։ Այսօր ասենք կա փառաբանություն չկա կամ այսօր լրիվ փառաբանություն է, հալելույա, բայց Տերն է եկե։ Օրենքի տակ ընկանք լավ չի, Հռոմեացի 6:14 ասում է, մեղքը չի տիրի ձեր վրա, որտեվ օրենքի տակ չեք, այլ շնորհքի տակ է։ Գիտեք, մեղքը պիտի չտիրի մեր վրա, մեր մտքի մեջ, երբ որ այս ձգված վիճակը գալիս է մարդու կյանքում, այս ճիշտ իմանալը, ու գիտես, բայց քո հոգին Աստծունն է, քո հոգին Տիրոջն է, կատարյալ պատկանում, Տիրոջ հոգին քեզ փափագելով ուզում է, որ հեղի քո մեջ խաղաղությունը։ Բայց մեր միտքը ձգված, մեր զգացմունքները ձգված, գիտես ոնց որ անջատվի մարդու հոգին ուրիշ բան է ուզում, զգացմունքներն ու միտքը ուրիշ բան։ Ինչ ասես սկսում է իշխել, կառավարել, ինչ միտք ասես գալիս է ու դու պայքարների մեջ ես, ու դու անդադար պայքարների մեջ ես, ու ոնց դու զգանք ու չգիտենք։ Ինչ չես ուզում այդ ես անում, ինչ չես ուզում խոսաս այդ խոսում ես։ Պողոս ասում է, Պողոսն էլ ենք երևի, ասում էր, այն ինչ չեմ ուզում, հենց այդում եմ այդ եմ անում, ինչ ողորմելի մարդ եմ ես։ Մեկ Աստծո խոսքը մեզ շատ է մխիթարում, որ շատերն են այդ վիճակին էլ ու դուս եկի, ասում ես ես է դուս կգամ Տեր։ Հալելույա։ Բայց Աստծո խրատը օրհնյալ է։ Տիրոջ խրատը զորավոր է, Տիրոջ խրատը օրհնյալ է, երբ որ մենք պատրաստել ենք, գիտես խրատը երբ է։ Էսի խրատ չի, որ թող մենակ Տեր ինձ հանդիմանի ու վերջ։ Տերը կհանդիմանի 1, 2, 3, 4-րդը հանդիմանում է Նունեի միջոցով։ Լավ, Նունեին մի կերպ լսանք, 5-րդը հանդիմանում է մի ուրիշի միջոցով, ու դու կլսես։ Որ լսես, օրհնված կլնես։ Ամեն տեղից մենք կարանք բան սովորենք, խրատը զորավոր բան է։ Դες ինչ է ասում, ասում է, որ հանգստացնի չարության օրումը, մինչև որ հոր փորվի ամբարշտի համար։ Եթե մենք խրատի մեջ ենք մնում Աստծո, ծածկված նրա ծածկոցի թևերի պաշտպանության տակ, գալիս է ժամանակ, որ չկա խնդրեմդ։ Իրոք չկա։ Այն որ երեք այդ ինչ էր, կամ մի ամիս առաջ, կամ այսինչ ժամանակ անցա, մի օր արթնացել ես, չկա ոչ մի բան։ Ու Դավիթ էլի սաղմոսներում ուժեղ է ասում, 37 սաղմոս, 35-ից 37 ասում է, ես ամբարշտին տեսա, գոռոզ և տեղը հաստատ ինչպես լայնատարած դալար ծառ, լայնատարած դալար ծառ, դու այդ ծառին, որ տես ծառի, որ նայես, կասես, այս ծառը 1000 տարի կկենա հլը, բայց մին էլ անցա, ահա չկար նա, ման եկաներան և չգտնվեցավ։ Եթե դու խրատ լսես, լսի չարության օրը բոլորիս կյանքում գալիս է։ Պողոսը անգամ նոր կտակարանում է խոսում, սպառազինություն հագեք, որ չարության օրումը կարենակ կանգնեք։ Ամեն։ Այս չարության օրը հասնում է մեզ բոլորիս, բայց եթե մենք խրատ ենք լսում, մենք չարության օրը անցնում ենք օրհնված, մենք չարության օրը անցնում ենք ծածկված և գալիս է ժամանակ Աստված բարձրացնում է քեզ ժայռի վրա։ Երբ որ իրավիճակ է եկած, գիտես դու չես էլ հասկանում, մի էլ խոսան հանրապես։ Մի գուցե քո կյանքի մեջ, եկեղեցուդ մեջ, չգիտեմ, երեխուդ կյանքում, ծնողիդ կյանքում մի բան կա, չես հասկանում խիատեխի, ով է հասկանում ամեն բան։
Երանի թե մի փուճուր հասկանանք ինչա կատարվում ընդհանրապես։ Բայց որ վստահած ես իրան ու ասում ես թշնամին հա գալու է միտք ասի, բա եթե դու Աստծո որդի ես, եթե բա ուրա քո Աստված, մի հատ էս քարերը հաց սարքի, մի հատ էս արա, բախի բան, իրան հետ ուղարկի։ Իրան որ չգիտես ինչ ասես Հիսուսն է կառավարիչը, դու ինչ գործ ունես, քո գործը չի, քո տեղը չի։ Գնա իրան հարցրա, ինքը քեզ կասի։ Իրան հենց մի քանի հատ Հիսուսի մոտ ուղարկես, ինքը էլ չի գա։ Որովհետև Հիսուսը գիտի իրականում պաշտպանել մեզ։ Աստծո ձեռը չի կարճացել մեզ իրական ու զորավոր ձևի պահի ամեն փորձանքի մեջ։ Աստծո խրատը օրհնյալ է ամեն Աստծո ժողովուրդ։ Միայն Հիսուսի անունը ու Հիսուսի արյունը կարող է մեզ ազատել ամեն ներքին գերությունից անկեղծ ապաշխարելու ժամանակ, անկեղծ ասելու Տեր, իմ վիճակը չես տենում։ Օգնի ինձի Տեր ջան։ Գիտես կա մեկ աղոթք, որ սենց արդեն դու վերջացել ես, ել քեզ նենց տեղ ես ասել, քեզ ոչ մի բան չի օգնի, բայց Տերը կօգնի քեզ։ Ու էսի զորավոր Աստծո խոսքում շատ նման օրինակներ կա, որ մարդիկ վերջ հույսները կտրել էին սաղ ու հալելույա, Տերը գալիս է։ Պողոսն ասում է մարդկորեն այս փորձության մեջ ընկանք, մենք մեր հույսները կտրել էինք մեր կյանքից, բայց Տերը եկավ ու հասավ, որ մենք մեր վրա հույս չդնենք։ Անկեղծ ժողովուրդ մեկ նենց իրավիճակների ենք բախվում, որ դու ասում ես, Տեր, քներես, բայց հավատքս էլ չի բավարարում, ես աղոթեմ։ Չի բավարարում։ Անցած շաբաթ վերակենդանացման բաժնում մի եղբոր համար աղոթք էինք անում, լուրջ եմ ասում, ես ասում եի, Տեր, այս մարդուն նայում եմ, չի կարում խոսա, այսքան շլանք միացրած, սաղ սենց ու հարցնում է, Արման եղբայր, ես խիպտի այսքան տառապեմ։ Եկեք հանգ պատասխանենք այս մարդուն ժողովուրդ ջան։ Հասի Հիսուս ջան, իրոք դու չգաս, վաբշե մենք ինչ ենք անում ստե, այս բաժանմունքների մեջ երևի ամեն շաբաթ մենք այդպես տեղեր ելնում ենք։ Տեր ջան, արի ու գիտես ինքը 3 օր, 4 օր հետո տուններ, 4 օր։ 4 օր հետո տուններ ու Zoom-ին միացած է։ Մեր Արտուր եղբայրի Իզերլոնի։ Zoom-ին միացած աղոթք անում մարդը, հալելույա։ Դուրս ենք եկել այնտեղից ու սաղ փոխվել է, սաղ։ Ասում Տեր, մեկ իրականից մենք էլ հավատք չունենք, ախր այս մարդը զանգել ենք, ասենք որտեղ ես եկել ենք, որ պալատես մա, թող ես գիտեմ որտեղ եմ, հարցրեք, անունս տվեք, թող ասեմ որտեղ եմ, չգիտի ինչ բաժանմունք, ինչ պալատ է պարկած։ Ու 3 օր հետո տունն է այս մարդը։ Տեր Հիսուս ջան, լսի, Աստված ամենակարող է։ Հայաստանում մի անգամ անցած տարի ամառը գնացինք մի եղբոր համար աղոթք անելու։ Էրեբունի հիվանդանոցում աշխարհից իրար հետ եղել էինք ահագին ժամանակ ու մի 25 տարի ավել մենք իրար հետ կապ չունենք։ Ու ասեցին, որ շատ վատ էլի վերակենդանացում պարկած է։ Ընկերներից մարդ եկավ, ասեց, «Էթանք կարող է էթանք մի հատ աղոթենք», ասի էթանք։ Գնացել ենք ինչ վերակենդանացում Հայաստանա, չէ, 30 հոգի մարդ կար, եկել էին իրան հաջող անեին, էլի դենտե լավ էր ամեն ինչ, լավ արել էին ամեն ինչ, բաց էր դռները, սովորական պալատի պես։ Այս մարդը դիալեզ ուներ, 50 տարեկան։ Դիալեզ ունենալու հետ շատ խնդիրներ ուներ, ինֆարկտ էր տարել ծանր։ Ինֆարկտով բերել էին հիվանդանոց, ստամոքսիխոսը տրաքել էր։ Հալելույա։ Ոչ կարում են էլ դիալեզ անեն, այս մարդը ուռած, պարկած, ստամոքսի արնահոսությունը չի կտրվում, ինքը աշխարհիկ մարդ։ Ու գնացել ենք իր մոտ ու սաղ ազգնուտակն էլ աշխարհ ընդ վերջ է։ Խոդե խոս Արման ջան, հալելույա։ Սաղ ուշադիր քեզ են լսում։ Տեր Հիսուս, արի։ Սկսա մի քիչ ինձանից վկայել, հա Արման ջան, հա, ծանր մարդ է տենց աշխարհի մեջ։ Այս մարդուն չեմ կարում համոզեմ, որ մենք մեղավոր ենք, էլի, մի հատ Հիսուսին իրար հետ ներողություն ասենք։ Արման ջան, մենք ու մենք մի վատ բան արել, որ մի հատ ներողություն խնդրենք։ Ես իր կյանքը ուժեղ գիտեմ, որտեղ 2006-7 թվերին ես Մոսկվա եմ եղել, ինքը ինչերի մեջ էր։ Ու մինչև հիմա տենց է ինքը։ Փառք հիմա բիզնեսներ բան ունի, փառք Տիրոջը,
Ես իրան չեմ կարող համոզել, որ մենք մեղավոր ենք, մի հատ Հիսուսին ասենք կներես էլի։ Մենք տես տաղա ենք մեկին ներողություն խնդրենք։ Ու մեռնում է, բժիշկները ասում են մի քանի ժամ, հրաժեշտ տվեք, բոլոր սաղ արցունքներով նստած են կինը, մաման, պապան, 4-5 աղբերներ, ազգուտակով ընդեն, սաղ արդեն ամեն ինչ պատրաստ է։ Անկեղծ եմ ասում, քեզ սաղ պատրաստ էր արարողությունները։ Նես մարդ էր։ Մենք մի վատ բան արել, որ մի հատ ներողություն խնդրենք։ Հալելույա։ Ասի լավ թույլ տուր քո մար աղոթ կանեմ, ասեց աղոթի, ասի ես եմ քո տեղը ներողություն խնդրելու։ Ես չեմ խնդրում, դու ինչ կուզես աղոթի։ Դե աղոթի ես մարդու համար։ Աղոթեցի ես մարդու համար, ձեռները բռնի ու իրապես Տերը ներկա էր։ Այնտեղ ավելի շատ մարդ ապաշխարեց, քան թե ինքը։ Իրա մաման, իրա կինը, ինչ արցունքներով, իրանցից մի քանիսին ինձ հիշում էին ջահել ժամանակվանից։ Ու աղոթեցինք իր համար ժողովուրդ։ Աստծուն գործերը ով կարա իմանա, մտածում ես աղոթեմ շուտեթամ մի մոտ չմեռնի ես տղեն, էլի, այնց վիճակի մեջ է։ Աղոթեցինք իր տեղից հելավ եկավ մեզ ճամփու դնի։ Վատացան սաղ։ Ինքը նենց էր պարկած, որ մենք մտանք ներս մեր այս բարձս այսպես դիր, այսպես չէ հետար, այսպես սանտիմետրեր իր համար ու մի հատ տիրոջը ներողություն չխնդրեց, հելավ ասես պտի տղեկին ճամփու դնեմ էթում ենք։ Այս շլանգները սաղ հետը սենց միացրած, քշելով գալիս է մեզ ճամփու դնի։ Բժիշկը մտավ, ձեռից ընկնում էր ես իմ ինչերը, գործիքները սենց։ Ասեց ես դու ոտի վրա ես։ Ժողովուրդ ջան, հիմա Մոսկվայում իր բիզնեսներին է։ Հալելույա։ Նես չի լրիվ առողջացել, բայց կարում է շնչի, ապրի իր գործերին է։ Ասում ես Տեր, այն օրը մտածում ես Տեր, ախր 1000 ապաշխարած մարդու ճանապարհին գնաց։ 1000 լացող աղաղակողի։ Այս մարդը մի հատ ներողություն չխնդրեց, դու իրան ոտի հանիր։ Հետո մտածում եմ, ասում եմ, կարող է ոտի հանեց, որ հետո ներողություն խնդրի։ Գիտես Հիսուսը զորավոր է, որովհետև մենք չենք հասկանում շատ բաներ։ Մենք Աստծո գործելաձևը մենք չենք կարող ըմբռնենք։ Ժողովող ասում է, ով կարա հասկանա նրա գործը սկզբից մինչև վերջ, բայց վախեցի նրանից, որովհետև դատաստան կա Աստծո առաջ։ Վախեցի Աստծուց, խոնարհվի Աստծո առաջ։ Աստծո խրատը կյանքիդ մեջ ընդունի։ Լսի, հեչ կարիք չկա անհատական աղոտ ձեռ դնենք, սաղը լավ գիտեք ամեն մեկ ինչի կարիք ունի։ Սաղ լավ գիտեն, ամեն մարդ լավ գիտի ինքը ինչքան խոնար է, ինչքան չէ, ամեն մարդ լավ գիտի, գիտես, երբ որ մի հատ բախում կա միտեղ, չգիտես ինչի շատ են կլնում, մանավանդ հոգևոր բաների մեջ, երբ որ մի հատ խնդիր կա, մի հատ հարց կա, չէ, ուշադիր խոնարհությամբ Քրիստոսի հետ նստիս ու լսի երկուսին էլ, դու կտենաս, որ երկուսն էլ ճիշտ բաներ են ասում, բայց երկուսն էլ թերություններ էլ ունեն։ Ու որ նայում ես, գիտես ոնց է մարդ, միշտ սաղ են թերությունները սենց բրդած սեղանի տակ արդարություն առաջ հանած, ում առաջ, լավ, այսօր հովիվ Էմիլի առաջ ես ուժեղ արդարացնում եմ ընձի, բայց երկնքի առաջ ժողովուրդ, մենք հոգևոր մարդ չենք, ինչ նշանակում հոգևոր մարդ, այսինքն ամեն բանում հոգով վարվող, ամեն իրավիճակ հոգով քննող, այսինքն ինքը գիտի, որ հոգևոր աշխարհը բաց է իր համար, այսինքն Աստված, Աստծո թագավորությունը տենում է, որ ես խաբեցի, Սատանան էլ է տենում, որ ես խաբեցի, ու լրիվ բաց է հոգևոր աշխարհում, մենք իրար կարանք ժպտանք, գեղեցիկ գրկենք, ջերմ բաներ ասենք, ընդեղից Սատանան կամ ծիծաղում է քորա կամ սարսափում է քեզանից, ինքը միջին տեղ չկա, հենց իրական սկսես Տիրոջը կանչել, աղաղակել ու ապաշխարել, խնդրել Տիրոջը, Սատանան կսարսափի քեզանից, արդեն դու վախենալու ես իր համար, ու զգուշ եղի, գիտես, խոնարհներին Աստված շնորհ է տալի, Աստված գիտի մեզ իրապես ծածկել իր ծածկոցի տակ, որ մեզ բան չկպնի, մեկ հենց գլուխներս հանում ենք, հենց այդ խոնարհությունից մի հատ իրավիճակ, մի հատ հարց, մի հատ ուզում ես սենց անես, մեկ էլ շրխ, մի հատ ու դա ուղիղ գլխիդ, մի 10 օր գլխացավ ման ես գալի, Տիրոջ խրատը զորավոր է, Տիրոջ խրատը օրհնյալ է, առակած գիրքը կարդա, նա խրատում ու խրատում է, երանի թե լսեիր խրատներս Աստծո խոսքն ասում է, երանի թե լսեիր, գիտես Տիրոջ խրատը, եթե մենք շատ անարգենք, շատ մերժենք, չգիտես ինչ կարա լինի մեր հետ, մենք կարող է 90 տարի էլ ապրենք սենց, նորմալ է, բայց կարող է հանկարծ
կտրվենք ու էլ ապաշխարություն չգտնենք։ Այն օր Արամ եղբայրը պատմանի Ուրենբերգի ասում է, մեկին շատ էի ասում, մի խմի, ասում է, երբ տենայի հարբած էր։ Ասում էի, մի խմի, արի եկեղեցի մեր գալու եմ, ասում է, խմած, գալու եմ, ես գալու եմ, անպայման գալու եմ։ Ու ասում է, մի օր հեռախոսազանգ ստացա, ասին մեռավ։ Ու ասում է, գնացի, ասում է, որ լսա գնացի շուտ, ու ասում է, ինքը բարձր կառավատի քնած էր եղել, հարբած։ Շուռ էր եկել էր, վիզը ջարդվել մեռել էր։ Օրեր առաջ։ Ասում է, ասի Տեր Հիսուս ջան։ Գնաց այս մարդը վсё։ Ով գիտի իր վաղվա օրը։ Ով կարա որոշի։ Չեմ էլ ուզում վախացնեմ սրանով, որ կարող է վաղը քեզ վատ բան պատահի։ Աստված տա ապրես այնքան ոնց որ Աստծո խոսքը ասում է քո ուժը քո օրերի չափը լինի։ Ինչքան որ Աստված որոշել է քո համար, այդքան ապրես ուժեղ ու հաղթական։ Բայց ով կարա որոշի այդ օրերի չափը։ Ով գիտի։ Ախր մենք շատ բաներ չգիտենք, Աստծո մարդիկ։ Դրա համար մեզանից մի բան է պետք՝ խոնարհ լինել։ Տիրոջը լսել, Տիրոջ գործը անել։ Արա ինչքան կարում ես, ինչքան չես կարում մի խառնվի։ Արա սպասի Տիրոջը, թող ինքը խոսա, նա թող քեզ առաջնորդի, թող նա քեզ ասի, ձախ։ Գիտես, եթե դու սպասես, դու անպայման կլսես իր ձայնը։ Անպայման։ Մի օր Տերը ինձ ասեց, խնդրում եմ, ասում եմ, Տեր, ախր այն բանը այդքան խնդրինք, չլսանք ոչի բան, հելանք սենց արինք։ Էնի ուզում ենք սենց անենք, գիտես ոնց է, հետո դու որ խնդրում ես Տերը չես լսում Տիրոջը, դե Տերը մեզ իմաստություն ա տվել, մենք պիտի հասկանանք իրավիճակը, բան, ու մենք գնացինք ինչ ուզում ենք, այդ արեցինք։ Ու ասում եմ Տեր, ախր ուզում եմ որ դու խոսաս։ Ու գիտես ինչ ասես Տերը։ Ասեց շատերն են ինձ խնդրում, բայց շատ քչերն են սպասում, որ ես խոսամ։ Մենք հենց Տերը ուշանում է, մենք գործում ենք, մենք գնացինք։ Ու երանի թե մենք իրականից կարողանանք սպասենք, Աստված չի ուշանում, նա կարող է ուշ գա, կամ ես ու դու ուշ համարենք, բայց նա չի ուշանում քո կյանքում երբեք։ Ամեն ինչ գիտի, քո ժամերը, օրերը, տարիները, հաշվեհամարները, առողջությունը, քո 10 տարի, 20 տարի հետո երեխեքիդ, ամեն բան, դրա համար այսօր նա քեզ տալիս է լավագույնը։ Ուղղակի հավատքով ընդունել է պետք։ Հավատք, որ կպոկի երկնքից, հավատք, որ կվերցի, հավատք, որ դու իմ հետ ես Տեր։ Ամեն, հավատք, որ Տերը մեր հետ է։ Ով է նվագում, կգա նվագի, որ խնդրենք։ Հավատք, որ իրապես Տերը մեր հետ է ու գործում է։ Փառք Տիրոջը։ Իրապես ուզում եմ, որ Աստծո մարդիկ կանգնենք բոլորս, ոչ թե հիմա ոտի կանգնենք, այլ կանգնենք մենք այն վայրում, որ Աստված ուզում է տեղ կանգնենք։ Որ Աստված ուզում է տեղ կանգնենք։ Աստված մեզ առաջնորդում է սենց։ Պրոբլեմը եկել է, Աստված քեզ ծածկում է իր թևերի շուքի տակ։ Պրոբլեմը առաջդ կանգնած է։ Ու ծածկած պահում է, մեկ էլ հոп պրոբլեմը չկա, դու վրան կանգնած ես։ Բայց որ վռազում ենք, սկսում ենք մարդկորեն կռիվ անել, սխալվում ենք, մեզ էլ ենք ավիրում, երբեմն մարդկանց մեր հետ Աստծո գործնել։ Հաջորդ պրոբլեմը։ Ու գիտես, կյանքում դու չես կարա սենց, հենց պրոբլեմը գա դու թռնես։ Պրոբլեմների վրա ենք մենք սովորում Աստծո մեջ քայլել, Աստծուն վստահել։ Մովսեսը, որ իմանա իր գլխին ինչ է գալու, ինքը կեթար կմտներ այդ ամեն ինչի մեջ։ Գնա իմ ժողովրդին ազատի 40 տարի։ Մի օր Տերը մեզ ասեց, լագերներից դուրս մնացինք 2010 թվին, մի գյուղ գնացինք հոլանդական, որտեղ մինչև հիմա ապրում ենք։ Տերը ասեց, մնա այս գյուղում, ես քեզ տեղ եմ պահելու, օ հալելույա, հեսա երևի Տերը գա այս տարի եկող տարի, 10 տարի հետո։ Ասում Տեր ջան, որ իմանանք սկզբից 10 տարի էր տևելու, չգիտեմ ինչ կանեի։ Աստված երբեք ժամանակ չի ասում ինչի մեջ ես ու ինչքան է տևելու, մեզ տրված չի ժամերն ու ժամանակները, մեզ տրված է իրան վստահել, որովհետև չգիտեմ քո խնդրեմը ինչ է, եթե գողիաթա կարող է տապալես, բայց եթե սավուղա կարող է փախնես, տարիներ շարունակ, բայց եթե Տիրոջը վստահես, միշտ գիտես թունելներից դու լուսավոր տեղեր ես դուրս գալու։ Լուսավոր տեղեր։ Թունելները, խավարը, ինչ ուզում ալինի, ինչ ելնի, նա քեզ իր թևերի շուքի տակ կծածկի ու կպահպանի։ Ուղղակի իրան վստահել է պետք, հավատալ է պետք։ Մեկ իսկական ոնց որ սենց
անապատում խեղտվող մարդը կաղոթի մի բաժակ ջուր ունենա, մեկ կարիքը կա, որ այդտենց աղոթենք, որ բարձրացրու իմ հավատքը, բարձրացրու իմ հավատքը։ Մեզ այնքան շատ բաներ կա, մեկ էլ հավատքը թողում են գնացինք այս տուր, լսի հավատք ունեցի, շատ բաներ կփոխվի, հավատք ունեցի, հավատքի մեջ շատ բաներ կա։ Հավատքը բարձր մարդիկ իրանք վռած չեն, իրանք սпасել գիտեն։ Հավատքը բարձր մարդիկ գիտեն կանգնել վեմի ու ժայռի վրա ու ասել իմ Տերը գալու է ու չի ուշանալու։ Հալելույա։ Սպասենք Տիրոջը, ամեն։ Եկեք խրատ ընդունենք, ամեն։ Աստծո խրատը քաղցր է։ Հիսուսը որ խրատում է, օրհնյալ է։ Հիսուսի խրատը գիտես ոնց է։ Մի քիչ աչից, մի քիչ ձախից, մի քիչ այս կողմ, մի քիչ այն կողմ, ու դու ասեմ քեզ, եթե սկսես հետևել Տիրոջը, փորձվելու ես։ Միգուցե դու արդեն հետևում ես ու փորձության մեջ ես։ Տերը քեզ կխրատի, կգա ժամանակներ, Տերը կասի, գնա մի հատ Անդրանիկի մոտ, գնա մի հատ Անդրանիկ աղբորը օրհնի, գնա մի հատ Անդրանիկ աղբորը մի օր օգնի։ Խի թող ինքը գանձի օգնի։ Ես այն անգամ որ այն բան անում էի կողքովս հնցա վրես է չնայեց։ Այ մենք խրատը մերժեցինք։ Հենց այն մարդը, որ չես մտածում Աստված այ իրան կուզի կամ ում հետ որ մի բան կա, այ իրան կուզի, որ խրատ ընդունես ու եթա սիրապես խոնարհվես։ Գիտես, մարդկորեն էդի ցածրանալ կերևա, մարդկորեն էդի կերևա, որ հա որ սենց հա որ թե չէ։ Գիտես, խոնարհությունը միշտ ապահովություն է, անգամ։ Ես Մուչոյի հետ շատ խնդիր ունեմ։ Ես լրիվ ճիշտ եմ, ինքը սխալ։ Ու գիտես Աստված որ գալիս է ինչ ասում։ Գնա Մուչոյին խոնարհվի։ Խի Տեր ջան։ Գիտես Աստվածաշունչը ինչ է ասում։ Ուղղակի իմ բառերով ասեմ, ճշմարիտ հնազանդություն մարդիկ սովորում են, երբ տառապում են, ցածրանում են, արդար ելնելով։ Եթե դու այնքան հնազանդ ես, մինչև որ դու արդար ելնես, չկա թե հնազանդություն։ Աստծո խոսքը ասում է Աստծո որդի էր, բայց այն չարչարանքներից հնազանդություն սովորեց։ Հիսուսը արդար էր չարչարվում, թե չէ։ Իհարկե, այն էլ ինչքան արդար։ Իմ ու քո տեղն էր չարչարվում։ Բայց ես այսօր արդար ելնելով կխոնարհվեմ Մուչոյի առաջ։ Ես լրիվ ճիշտ եմ, ինքը լրիվ սխալ, ոչինչ չէ, որ օրինակ եմ բերում սենց։ Ես լրիվ ճիշտ եմ, ինքը լրիվ սխալ։ Տեր ասում է գնա խոնարհվի։ Հագար, այսօր ես փախնում։ Հետ գնա Սարայի թևի տակ խոնարհվի։ Դու խի հետ համ խոնարհվեմ։ Ինքը չէր սարքեց գլխից, մարդուն մցրեց, մոտս էս պրոբլեմը սարքեց, այս տղեն ծնվավ, հիմա այլընձի հանեքցմա դու ինձ ասես գնա Սարայի առաջ խոնարհվի։ Հագար, ես քեզ ասում եմ, հետ գնա խոնարհվի Սարայի ձեռի տակ։ Սաղ կյանքից պրոբլեմ է, հա, Սարան այլ է, հա, այո, գնա խոնարհվի Սարայի ձեռի տակ։ Ու զորավոր է Տերը, զորավոր է իր գործը։ Ու ես գալիս եմ ասում եմ Մուչո ջան, Տերը քեզ շատ օրհնի աղբեր, շատ եմ քեզ սիրում։ Չեմ եկել, ասեմ շատ եմ քեզ սիրում, լսի հլը, բայց այն որ այն վաղ տասիր, ուզում ես արի մատ ոտերդ լվան, բայց լսի, գիտես ինչ հարցեր կա, որ սենց չի բան, սենց այսենց խառնաշփոթելի չէ։ Դու քո բաժինը արա, թող Տիրոջը մնացածը։ Հալելույա։ Գիտեմ աղբերս։ Քո բաժինը արա ու թող Տիրոջը։ Լսի, ես ու Մուչոն եթե հարց ունենք, իմ սխալը 2-ա, իրանը 500, ուշադիր լսի։ Երբ որ մենք Տիրոջ առաջ կանգնանք, մենք ուղիղ իր հետ ենք խոսալու։ Երբեք ես չեմ կարող ասեմ, բայ իրանը 500 է, Տերը կասի մի րոպե։ Ես այն 2 հարցի համար եմ քեզ հարցնում։ Այն որ դու իմացար դու սխալ ես։ Ես Մուչոյի հետ իր 500-ի համար կխոսամ իր ժամանակին։ Ես քեզանից եմ ուզում այդ 2 բանը։ Ու գիտես որ Աստված շատ անաչառ է։ Մենք Աստծուն ենք սեփականացրել, հենց ինտիմիդացիա արել, մերը սարքել, որ Տերը ինձ կների, հոս Տերը գիտի ես ոնց ինչ, Տերը ինձ հասկանա, քեզ թվում է թե Տերը քեզ կհասկանա։
Գիտես Տերը ինչ էր ասում, ասում էր, լսի, միթե քո աչքը չարա, որ ես բարերարեմ, որ սաղին պիտի հավասար տամ։ Այո, իր արտի մեջ աշխատողին էր ասում, որ դու մի ժամ ես աշխատե, դու ամբողջ օրն ես աշխատե, ես մի ժամ աշխատողին էլ քեզ հավասար տվեցի։ Հովանեսը վերջում ասեց, կներեք Պետրոսը Հովանեսի ավետարանում վերջում Տեր Հիսուսը երևի Հովանեսին վերցեց առանձնացավ, չգիտենք ինչ էր ասում, ախ մենք շատ բան չգիտենք, Աստծո ժողովուրդ։ Պետրոսը վրաս խառնվավ իրար, Պետրոսը միշտ գիտեր ինքը պերվի կռուգն է, էլի, դե առաջին, ասեց, «Էդ ինչ ես ամ, Տեր, էդ ուր ես տամ, էդ ոնց կլի, ոնց դիպտի տանես արա»։ Ասես, քեզ ինչ։ Ես քեզ ինչ ասել եմ այդ արա։ Դու կզարմանաս, որ ընդհանրական հարցերի մեջ Տերը կգա ու ուղիղ քեզանից կպահանջի ինչ դու անում ես։ Դրա համար եկեք խրատ ընդունենք իրական Աստծո ժողովուրդ։ Ես ուզում եմ, որ Տերը քո հետ խոսա։ Ես ուզում եմ, որ իրական Սուրբ Հոգին քեզ մղի այն անելիքներին, ինչ որ դու պիտի անես։ Իրական այն ընթացքի այն սկիզբը, գիտես, Աստված խոնարհների մեջ է փառավորվում, Աստված խոնարհներին է շնորհ տալի, Աստված իր ձայնը լսող ու կատարողներին է ասելու, հիմա շարունակի հաջորդը, հիմա աճ պահի, հիմա ձախ։ Ես շատ եմ ավտո քշում, ես միշտ աղոթում ասեմ, Տեր, այնքան հարց ու խնդիր կա, բայց երբ գալիս ենք խաշմերուկ, դու մարգատ միացրա։ Ուր ենք եթում։ Որ պրոբլեմա գալի մենք իմանանք ինչ ենք անում, Տեր, մարդա գալի ինչ ենք ասում, այս հարցը ոնց պիտի լինի, Տեր։ Ու գիտես օրդյալը լինի ինքը, որ ինքը խոսում է։ Ու գիտես ինչ է ասում, մի վրազի, շատ է ինձ ասում, մի վրազի, սպասի, մենք ուզում ենք ամերիաջակ շուտ, վրազ, մենք հայազգետ, սաղս վրազն ենք, չէ, մի հատ վրազ գործ կա։ Մի հատ վրազ գործ կա, մենք երբեք դու լսել ես մեկը քեզ զանգի ասի, մի հատ հարց կա, բայց խնդիր չկա, երբ կուզես, 1000-ից մեկը տես բան կարա պատահի մեր ազգի մեջ։ Որտեղ մենք սաղ ուզում ենք վրազ ունենանք, վրազ հարստանանք, վրազ առողջանանք, վրազ, սաղ վրազ, չի լինում, դա չի գործում Տիրոջ մեջ։ Սաղին ուզում ենք Գողիաթ անենք ու ուտես սխալվում ենք։ Գողիաթին կարար սպաներ, սա